ուժը քեզ հետ։ Էներգետիկ ըմպելիքներ by Nalbandian։ Եթե հենց հիմա չասես, որ երկու ձեռքդ է գիպսի մեջ է, ես կվիրավորվեմ։ Աստորեն շատ զգայուն ես։ Իսկ մտածել ես, թե ինչքան վիրավորական է, երբ մարդ ես ուղարկում հանցանքի վայր, ու պարզվում է, որ քեզ սխալ ինֆորմացիա են տվել, ու նշված հասցեին ոչ մի հանցագործել չկա։ Այդ մեր համար էլ էր անակնկալ։ Ես ամեն ինչ արել եմ ընենց ոնց որ պայմանավորվել էինք։ Փաստը մնում է փաստ, որ իմ տղերքը դատարկ ձեռքով են հետ վերադարձել։ Այդ քո տարբեր, այսինքն պաշտոնական վարկածով ա տենց։ Ինչ իմանամ, որ դրան չեք վերցրել ու ձնել չեք անում։ Չէ, այդ մեկը չեղավ։ Ու շատ լավ գիտես, որ իմ խոսքը է։ Նես չի, որ իմ խոսքն էլ քաղցր բամբակ է։ Լավ, եթե դուք իրոք դրան չեք վերցրել։ Առանց եթեի։ Ինձ 2 օր ժամանակ տուր։ Մի հատ հասկանամ դրան ոնց եմ գտնում։ Հակառակ դեպքում ես քեզ ավելի մեծ ու ավելի լավ նվեր կանեմ։ Հուսով եմ հասկանում ես, որ եթե արդյունք ցույց չտան, պրոբլեմներ եմ ունենալու։ Ու այդ դեպքում ստիպված կլինեմ այնպիսի մի մեծ բեռ բացահայտել, որից հետո ինձ անգամ կարող են խրախուսել։ Այդ սպառնալիք էր։ Չէ, աստղագուշակ։ Բայց այս դեպքում աստղերը ոչ միայն հուշում են, այլ նաև պարտադրում։ Monika, Kircha! Կարելի է մարդուն այս տեսակ վախացնել, որ ուշակ գնաց լինեի։ Լմյատելիքն է նեղանում։ Մեկ թռնում եք Կիրճը փոխալակ արգելակես, թռնում ես մեքենայից։ Բա ես։ Ես հատուկ մտածված մտա քո խաղի մեջ, թե չէ կարգելակ էի։ Գնացինք, հա։ Մյուս անգամ իմ հետ նման հիմար կատակներ չանես։ Ասեմ ավելին, որ խնդրես էլ չեմ անի։ Դե իմացի, խնդրում եմ, չանես։ Գնացինք, հա։ Ուր։ Տուն։ Բայց աղբը չենք վերցնում։ Մեր հյուրին ցույց կտանք նոր։
բայց չեմ կարծում, որ այս պլանտ կաշխատի։ Դա արդեն լավ նշան է։ Պապս ասում էր լսիր, կնոջն ու Արա հակառակը։ չէ։ Ընդհակառակը։ Հարգեցի, այսինքն լսիր կնոջն ու արա նրա ասածով։ Չէ, լսիր կնոջն ու արա ընդհակառակը։ Մենք որ գնում ենք սա այստեղ էր փռած։ Չէ, օթորին։ Դրոնը պետք է լավ կապել։ Երևի քամին է քշել։ Բայց մեղք չի։ Ո՞վ մերկ սա ու սրա նմանները, որ դպրոցներում թմրանյութեր են բաժանում։ Դուք գնալով ձեր վիճակ ավելի եք վատացնում։ Բայց խոսք եմ տալի։ Եթե հենց հիմա բաց թողեք, ձեզ ոչ մեկ չի նեղացնի։ Հիմա կազատեմ քեզ։ Մոյս ինչ ես անում։ Ոչ մի շնորհակալություն, քանի ես դեռ չեմ ազատել քեզ այս արնախումների որջից։ Վազիրու հետ մի նայրի ես կպահեմ քեզ։ Պատանդին ազատել եմ դիմավորեք։ Եղբայր։ Համոջը։ Չէ, էլի չէ, հեսու։ Հեսի։ Ալո։ Չգիտեմ ինչա կատարվում, բայց հաստատ կատարվում է։ Ամեն վարքյան կարող է պետք լինի դրան ճանապարհես։ Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է բժիշկ։ Ասեք կանենք։ Լավ, չասիր, միացիր, որ փոխենք, կամ ավելի վատ, մաքուր Երևան մենք կատարում ենք եվրո ռեմոնտ։ Քեզ չեմ ասել առանց քաղաքականության։ Լավ, ես ձեզ հասկացա։ Ես կսպասեմ ձեր զանգին։ Ով գիտի այս ժամի զանգել փողի բազարը չի անում։ Ես միշտ ասել եմ, մարդ պիտի բժիշկների ու հրշեջների ձեռը չընկնի։ Ես էլ միշտ մտածում եի, թե դուք ոնց եք այդ ասացվածքն ասում։ Մերսի։
Ինչքան խորանում ենք նոպաներդ ավելի վտանգավոր են դառնում։ Ոչ մի տարբերակ չկա դրանք վերահսկելու։ Դե լավ մի բողոքի։ Եթե այս երկրում մի ստաբիլ բան կա, այդ իմ նոպաներն են։ Ուղիղ 13 վայրկյան, ոչ ավել, ոչ պակաս։ Բայց ջան, մենք չգիտենք երբ է սկսվում։ Ոնց չգիտես, հենց աչքս սկսում է թրթռալ։ Բա աչքդ երբ է սկսում թրթռալ։ Այդ նոպայից անմիջապես առաջ։ Դու էլ առիթից օգտվեցիր, պահը բաշ թողեցիր, այ մորեղ։ Դու տպել եմ։ Մորեղ չի, մողես են ասում ինձ։ Հետո էլ մի բան ասեմ չխփես։ Ինձ թված որոշել ես ջրից չոր դուրս գաս ու ինձ բաց թողես։ Դու քո մասին մտածի, հա։ Էդ ի՞նչ է։ Չես հավատա, բայց որոշել են քաղաքի աղբահանությամբ զբաղվենք։ Ամեն պատի ու ծառի տակ աղբ կա։ Չէ դուք գժվել եք։ Ցնդել եք դուք, հեսա ձեր մարմնի կտորներն են ամեն ծառի ու պատի ծակից հանելու։ Դուք լուրջ գաղափար չունեք ում հետ գործ ունեք։ Այ հենց էդ էլ ուզում եք պարզել։ Հələ ասա տեսնեմ ում հետ գործ ունենք։ Եթե ես բերանս բացեմ, ինձ էլ ընտանիքիս էլ կվերացնեն։ Եթե դու բերանդ չբացես, քո ընտանիքին ավելի շուտ կվերացնեն, որովհետև նրանք մտածում են, որ այս ամեն ինչի հեղինակը դու ես։ Ոնց կարան դες մտածեն։ Շատ հասարակ։ Քեզ ուղարկել են հանդիպման, դու ծլկել ես։ Հետո առաքիչները սկսել են նամակներ ստանալ, որ ծառերի տակ ապրանքի փոխարեն եսի մինչեր են հայտնաբերում։ Իսկ այդ առաքման ամբողջ ինֆորմացիան ում հեռախոսի մեջ էր։ Չէ։ Չէ, խնդրում եմ։ Չէ, դուք չեք կարող իմ գլխին սենց սարքեք։ Կամ դու ասում ես ովքեր են այս ամեն ինչի հետևում կանգնած։ Կամ քո տերերը մտածում են, որ դու նրանց խաբում ես։ Ախր ես չեմ կարող ոչ մի բան ասել։ Ամեն դեպքում դու դեռ ժամանակ ունես, մինչև առավոտ։ Իսկ մենք գնանք այս աղբը վերացնելու։ Ոնց վերացնելու։ Մի արեք։ Դուք պատկերացնում եք այդտեղ ինչքանի ապրանք կա։ Մի արեք, ցնդել եք դուք։ Մի արեք, խնդրում եմ։ Չանե, մայ, այս հետ եք։ Ու ով ինձ կբացատրի ոնց է այս ամեն ինչը հնարավոր։ Դուք դիլեր եք թե ֆոկուսնիկ արա։ Ձեր ասելով, դուք սաղ զագլատկեքը դրել եք ու էդ ինքը իրանով վերածվել է տենց ավտոյի, արջուկի, հա։ Ջնջոշ ջան, իմ արև արել ենք նենց, ոնց ամեն անգամ։ Դրել ենք, նկարել ենք, նկարներն էլ ուղարկել ենք կլիենտներին։ Կարաս տելեգրամի գրուպայում նայես, այդտեղ բոլորի չաթերը կան։ Ուզում ես ասես կլիենտներն են խաբել, որտեվ ես իրանց ուղարկած նկարներն էլ եմ տեսել։ Բայց իմաստը ո՞րն է դրանց եսի մինչեր տալու։ Իմաստը ապրանքը ձեզնով անելն է։ Կիկլոպի ապրանքը աղբերս հոմեն գիժ չենք։ Ուզում եք ասեք ես եմ, որտեվ այդ չաթում մենակ դուք եք ու ես։ Մեկ էլ մողես է։ Այս բայց սկսած, ոչ մեկ ոչ մի բան չի գրում այդ չաթում։ Առանց իմ զանգի ոչ մի բան չանեք, հասկացաք։ Բայց կարող է սա որպես իրեղենապացույց մեզ մոտ պահենք։ Մոնիկա, ես վստահ եմ, որ դու ձեր համակարգի լավագույն մասնագետն ես։ Բենզինը բեր։ Բայց նոր ասում էիր։ Դա հեգնանք էր, Մոնիկա, իսկ հեգնանքը նշանակում է… Մայս ես շատ լավ գիտեմ ինչ է նշանակում հեգնանք։ Ուղղակի չեմ հասկանում դրա իմաստը։ Լավ է, հեգնանքի իմաստը ոնց բացա։ Ես նաև գիտեմ հեգնանքի իմաստը, ուղղակի չեմ հասկանում ինչ ես հեգնում ինձ։ Եթե համակարգում դրանց հետ համագործակցող կա, ապա սա որպես իրեղենապացույց կօգտագործեն մեր դեմ։ Թե մտածում ես կհավատամ, որ այսքանը ինքներս ենք հավաքել։ Իրոք որ։
Իզուր չի, որ քո նկար լավագույնների տախտակին է։ Դե, ես կնախընտրեի Լուվրը, բայց դե այդտեղ էլ լավ չէ։ Բենզինը բեր։ Բենզինը։ Սա իմ ասած կինոներից չէ։ Ոտքը թոր կպավ, քեզ չեն կարող հանգցնել։ Բա ինչ ենք անելու։ Այստեղ մի երկու կա։ Թռա։ Բայց Թռա։ Չգիտեմ իրականում ինչ է կատարվում, բայց այս ամեն ինչը սկսում է ինձ դուր չգալ։ Ես Դանելյանին հավատում եմ։ Եթե Մողեսին վերցրած լինեին, հաստատ կասեր։ Կիկլոպ ջան, խնդիրներ ունենք։ Լմնատ պատմի ինչ ա եղել։ Հասկանանք մենք ունենք խնդիրներ, թե դու։ Այսօրվա սաղ մարածախ ապրանքը անհետացել է։ Համով թեր։ Համովը չգիտեմ, բայց որ քո տան թեից ապահովել է հաստատ։ Հիմա ամեն անգամ 30-ով ես տալու։ Գնացինք։ Հա, բայց մինչ այդ մեկ րոպե լռությամբ հարգենք գոմի հիշատակը։ Նայս։ Արգում ենք։ Գնացինք։ Բայց ես իրոք չեմ մտածում։ Արի քեզ տուն տանեմ։ Ես չեմ կարող սրա հետ քեզ մենակ թողնել։ Վտանգավոր է։ Չնայած այս վերջին դեպքից հետո պետք է ասել ես չեմ կարող սրան քեզ հետ մենակ թողնել։ Վտանգավոր ես։ Ես չգիտեի, որ տարայի մեջ բենզին կա։ Բա դատարկ տարան տալիս եմ քեզ, որ ինչ անես։ Չգիտեմ, արդեն ոչ մի բան չգիտեմ, բայց եթե շատ ես անհանգստանում, սրան էլ տար քո տուն։ Քանի սա չի խոսել, ոչ մի տեղ չի գնալու։ Լսի խոսի։ Խոսի, ես երկրորդ գիշերը դիմացողը չեմ։ Պատմի, գոնե համագործակցելու համար քեզ ավելի քիչ կդատեն։ Մենք էլ ամբողջ գիշեր չենք տանջվի։ Շատ խելացի ես։ Որ մի քիչ էլ համոզես կպատնեմ։ Ուղղակի որ խնդրեմ կասես, այս փետուր ինչ գույն է։ Ինչ փետուր։ Ես գլխիս փետուրը։ Փետուր չկա, ինչ փետուր։ Բա որ չկա, ինչ ես ինձ դրել փետուրով հնդիկի տեղ։ Ահա։ Լավ։ Լավ։ Ոնց կուզես։ Լավ։ Բարի։ Չդեկոն է։
Դա հաստատ է Անասունն է։ Բայց ինքը էլ ոչ մի բան չի կարող անի, որովհետև ես իրան չաթից անել եմ։ Բայց պետքա շատ արագ գտնել դրան։ Միլասը Անասունը ինքն է դու։ Ոյ անուղ է։ Լսի, իրան մեզ հետ կապող միակ բանը այդ Telegram կանալներ։ Ինչ ես անել։ Ինչ ես անել։ Ուրեմն ուշադիր լսի, ուշադիր։ Վերականգնում ես իրան։ Վաղվա համար մենակ մի ապրանքի կոորդինատներ ես դնում։ Ու քո այդ ընկերներիդ հետ գնում ես։ Վաղը այդտեղ սպասում ես։ Ով հայտնվեց ականջից, բռնած բերում ես տեղ, հասկացար։ Բայց դե պաշ որ եմ մողես նա գալու։ Չէ, պաշ չի, ինչին է սպասում։ Բայց ոնց որ դու ես սկսել, հա, Դանելյանին չվստահել։ Մեր գործում ենթադրություններ անել չի կարելի, վաղը ամեն ինչ պարզ կլինի։ Ոնց էր։ Գիտես չէ, թե այսօր չխոսես նույնից է լինելու։ Մոնիկա, հանգստացիր, խնդրում եմ, ավելորդ բաներ չանես։ Ես ուղղակի Ես քեզ հասկանում եմ, ես եմ սրանից զսպել, բայց հավատան, նա դեռ մեզ պետք է։ Հա, բայց ես Մոնիկա Ինչ արեցիր, մայիս։ Դու պետք է հավաքես քեզ։ Ես ուղղակի դրան ձայնը լսելուց որոշեցի դանակով պաշտպանվեմ։ Ես էլ մտա, տեսա որ դու դանակը պահել ես։ Նորմալ չստացեց։ Բայց ինչ եք անելու։ Յոդու բինտ բեր։ Ես էլ տեսնեմ երկրում ինչ է կատարվում։ Երեք կեսգիշերից հետո դեռ չպարզված հանգամանքներում ծագած հրդեհը ոչնչացրել է քաղաքացի Մինաս Ղազարյանի գոմն ու 10 գլուխանասուն։ Մինասը պնդում է, որ հրդեհը թմրամոլների ձեռքի գործն է, քանի որ տարածքից զգացել է տարօրինակ հոտ։ Այդ իսկ պատճառով գործը կքննեն հատուկ բաժանմունքի լավագույն քննիչները գնդապետ Դանիելյանի գլխավորությամբ։